այսօր մենք կաճեցնենք միկրոկանաչի, բաժանվել են երկու։ Մեր ճամբարային նախագիծն է, չէ՞։ Բաժանվել են երկու խմբի, մի խումբը կաճեցնենք բամբակները, ինչը մեզ արդեն ծանոթ է, այլի ենք արել, իսկ մի խումբը կփորձենք կաճեցնել կարմիր ավազի վրա։ Ահա, արդեն պատրաստել ենք բամբակն ու ավազի ամանները։ Ինչ ենք ցանելու 3 հատ ունենք։ Ունենք սիսեր, ռեհանի սերն է։ Ռեհան չէր։ Ինչ էր։ Համեմ եւ չիա։ Համեմ և չիա։ Ով որտեղ ուզում է, թող ցանի, աճեցնենք։ Տեսնենք, որ ավելի շուտ կլինի, որի մեջ ավելի հարմար կլինի։ Ուզում ես հողի մեջ ես անգամ։ Ատենց ար Աննա ջան։ Դու էլ բամբակը, շատ լավ։ Դրա համար պետք է բամբակը նախորոք թրջել։ Թրջեցիր։ Պետք է այնպիսի խոնավություն ունենա, որ զգաս, որ ամբողջական բամբակը խոնավացել է։ Այո, ումը ջուր այրած արդեն ցանենք։ Հիշում ես ինչպես էինք անում անա։ Դե քանի որ քո մոտ հիմնականում կարմիր ավազն է, ինքը փոխեցնելու կարիք չունի։ Դու ես որոշել ես տեղանես մի հատ, արի քոնը մի հատ չիան ես տեղանես, մի հատ բամբակի վրա համաձայնես Մաքս։ Կարելի այո, դու էլ ունես։ Այստեղ կանենք մի հատ հեսա չիա բամբակը։ Հա, բավական է, հա, քո մոտ։ Հիմա լավ ջրում եք, բերանը ցակում եք։ Ջրում ենք։ Մի քիչ մատներով օգնի։ Հա։ Մենք հունական աղցան, որտեղ օգտագործելու ենք նաև մեր աճեցրած միկրոկանաչիները։ Բացի միկրոկանաչիներից էլ ինչա պետք մեզ։ Իրա տենց Բաղադրիչներն են ասավորը։ Որոնք են։ Վարունգ, հետո մարոտ, պամիդոր, լեյթում և այդպեսի բաներ։ Թե պատրաստվեք։ 2 հատ ենք ստացել, տեսեք։ Սա չիայիններ, չիան ավելի լավ է աճել, իսկ սա ինչ էր։ Տեսեք երևում է։ Այո, սիսերն է։ Սա ծայրերից կկտրեք, համը կփորձեք։